այն ինչ մենք տեսել ենք, դրանք սուր հարցադրումներ, քննադատություն, որը կարծես թե հունից հանեց նաև վարչապետին, ավելին ասեմ, ավելի շատ այստեղ կարող էինք մենք քննարկել դրան հաջորդած վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքները եւ դրան որևէ տեսակի որակում եւ հետևանք չհաջորդելը։ Ցավոք սրտի, ես այսօր պիտի արձանագրեմ, որ այսօրվա ստեղծված իրականությունը մեզ կրկին թույլ է տալիս խոսել քաղբանտարկյալների գոյության մասին։ Արթուր Օսիպյանի ներկայացված մեղադրանքը ոչ թե իսկապես ինչ-որ խախտման համար էր, այլ վախի մթնոլորտը տարածելու եւ պատժելու նպատակով բազմաթիվ դրվագներով մենք տեսել ենք պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների կողմից այնպիսի խոսքի կիրառում, այնպիսի եզրույթների կիրառում, որոնք հանրային պաշտոնատար անձին ոչ հարիր են։ Մենք չենք տեսել որևէ դրվագով պատշաճ արձագանք եւ պատասխանատվություն, քրեական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի մասին խոսելը։ Դա լրիվ այլ հարց է, որը Հայաստանում չարաշահվում է, դարձել է պրակտիկա եւ դարձել է իշխանության ձեռքում գործիք։ Արդեն 17 օր մայիսի 18-ից անազատության մեջ պահվող արցախցի Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել։ Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու եւ սուրբ հարցեր բարձրացնելու համար։ Օսիպյանը պնդում է, որ վարչապետն իրեն հրապարակային վիրավորել է, անվանելով փախած, եւ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի։ Օսիպյանին առաջադրված մեղադրանքն ու հացադուլը հանրային քննարկումների առիթ դարձան, վերհանելով խոսքի ազատությանը եւ արդարադատությանը վերաբերող հարցեր։ Այս թեմայով զրուցելու ենք իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։ Տիկին Հարությունյան, Արթուր Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածով՝ խուլիգանություն, բռնության կոչեր եւ քարոզչության խոչընդոտել։ Ձեր կարծիքով առաջադրված մեղադրանքները ունեն իրավական հիմք։ Շնորհակալ եմ նախ հրավերի եւ այս օրերի կարևորագույն թեմաներից մեկին անդրադառնալու համար, որովհետև կարծես թե քարոզարշավի ընթացքում այս դեպքը ճիշտ է ստացավ քաղաքասարակության կողմից ստացավ բավականին մեծ ուշադրություն, բայց կարծում եմ չունի այն նույն ուշադրությունը, ինչ մենք տեսնում ենք քարոզարշավի ընթացքում այլ process-ների նկատմամբ ուղղված, բայց այնուհանդերձ պիտի արձանագրենք, որ Արթուր Օսիպյանի գործը, ելնելով նաև ձեր կողմից այդ մատնանշված հոդվածները, թե ինչ է նրան առաջադրվել, վերջին 1 տարում գոնե Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության եւ քրեադատաբարական գործիքակազմերի եւ քրեական վարույթների, այսպես ասած, իշխանությունների կողմից չարաշահման կուլմինացիոն դրսևորումներ։ Ինչու՞, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են, մասնավորապես քարոզարշավին խոչընդոտելը, խուլիգանությունը եւ կոչերը, եթե չեմ սխալվում, բռնության կոչերը, ճիշտ է, մենք վերջին շրջանում շատ հանդիպել ենք նմանատիպ հոդվածներով քրեական հետապնդման հարուցում եւ անմիջապես ձերբակալություն եւ կալանք, եւ այս մասին ես կուզեմ մենք խոսենք այսօր կրկին, բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրենք, թե ելնելով նաեւ այն հանրայնորեն հասանելի հրապարակային դրվագներից, թե ինչ համատեքստում ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան եւ արդյոք այդ 3 հոդվածները, որոնք առաջադրվեցին եւ դուք էլ իրավացիորեն հարցադրումը անում եք, իսկապես համապատասխանում են իրենց նպատակային նշանակությանը, որովհետեւ ինչպես մենք բոլորս տեսել ենք արձանագրված այդ ուղիղ եթերի արձանագրումից, վիդեո տեսանկարահանումից, ուղղակի տեղի ունեցավ քարոզարշավի ընթացքում վարչապետի եւ Արթուր Օսիպյանի միջև որոշ չափով նաեւ հուզական դեբատ, այսպես ասած, Արթուր Օսիպյանի կողմից բավականին, այսպես ասած, սուր հարցադրումներ, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալ իրականության մեջ, հաշվի առնելով նաեւ թե ով է Արթուր Օսիպյանը, իր արմատները, այն կոնտեքստը, որից ելնելով նա այդ հարցադրումները տալիս էր, եւ բնականաբար նույնիսկ եթե այդ հարցադրումները ոչ միայն վարչապետին, իշխող ուժին, այլ նաեւ հասարակության որոշակի շրջանակի ինչ պատճառներով դուր չի գալիս, դա չի կարող նշանակել, որ հարցադրումները, եթե նույնիսկ դրանք լինեին որոշակի սուր լինելուց բացի նաեւ որոշակի քննադատական եւ վիրավորական կոնտեքստ իրեն պարունակեին, չի նշանակում, որ առաջին արգելված է եւ երկրորդ ավելի վատ,
չի նշանակում, որ թույլատրվում է քրեական գործիքակազմերով նման արարքներին որակում տալը եւ անմիջապես քրեաիրավական հետապնդման արդյունքում նրան կալանքի տանելը։ Ինչու, որովհետև այն, ինչ մենք տեսել ենք, դրանք սուր հարցադրումներ, քննադատություն, որը կարծես թե հունից հանեց նաև վարչապետին, դա ազատ խոսքի տիրույթում պաշտպանվող խոսույթ է, որը եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական հասարակություն է եւ մարդու իրավունքները պաշտպանվում են, ապա նման զարգացումները եւ դեբատը, դիսկուրսը չպետք է հանգեցներ նման հանգուցալուծման, ավելին ասեմ, ավելի շատ այստեղ կարող ենք մենք քննարկել դրան հաջորդած վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքները եւ դրան որևէ տեսակի որակում եւ հետևանք չհաջորդելը, հա։ Մենք տեսանք, որ դրան շարունակեց սպառնալիք։ Այդ մասով որևէ զարգացում մենք մինչ օրս չունենք։ Զարգացում իրավապահ մարմինների կողմից։ Այո, իրավապահ մարմինների կողմից, որ ոչինչ չի հարուցվել եւ դժվար է կարող ենք հույս ունենալ կամ ակնկալել, որ օբյեկտիվորեն օրենքի հիման վրա որևէ process կարող է սկսվել։ Բայց այստեղ ինչու ենք մենք անընդհատ խոսում մենք իրավապաշտպաններս եւ քաղաքասարակությունը այս վերջին շաբաթվա ընթացքում կրկին բարձրաձայնեց այդ ազատ խոսքի եւ քրեաիրավական գործիքակազմերի կիրառման այդ անթույլատրելիությունը, որովհետեւ սա ընդունված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով, որ նույնիսկ եթե խոսքը սուր է, քննադատական է, իրենում որոշակի վիրավորական տարրեր պարունակում է, չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ Վիրավորանքը որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ չի հանգեցնում քրեաիրավական պատասխանատվության։ Այո, ապա քրեականացված է։ Մենք կհիշեք մի քանի տարի առաջ ունեցանք նման անհաջող փորձ օրենսդրությամբ ամրագրելու, ինչը արժանացավ ելի քաղաքասարակության եւ միջազգային գործընկերների խիստ քննադատությանը եւ բարեբախտաբար կարճ ժամանակահատված հետո ապա քրեականացվեց, սակայն պետք է նշենք, որ նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում կտրուկ տեղի էր ունեցել քրեական գործերի աճ, բնականաբար դա նշանակում է նաև քրեաիրավական մարմինների ռեսուրսների օգտագործում անհիմն եղանակով, անօրինական երբեմն նույնիսկ, որովհետև այդ process-ը ինքնին չէր համապատասխանում այդ ստանդարտներին եւ կարճ ժամանակ հետո ապա քրեականացվեց, բայց այսօր դեռևս 26 թվականին եւ ես կարող եմ ասել, եթե համեմատենք վերջին 1 տարին 25 թվականի հունիսից սկսած մինչև 26 թվական, բավականին են դեպքերը, երբ որ ազատ խոսքի համար, խոսքի իրացման համար, ելի պիտի նշեմ, նույնիսկ եթե դա վիրավորական է, իրենում որոշակի հուզական տարրեր է պարունակում, քննադատական է, սուր է, մենք տեսնում ենք, որ քրեական օրենսգրքով չթույլատրված եւ քրեաիրավական որակում ստանալու, հա, հնարավորություն չունեցող հետևանքների հանգեցնում։ Մինչդեռ դա կարող է այլ ընթացակարգերով գնալ։ Էլի եմ ասում, եթե իսկապես համապատասխանում է այն թույլատրելի, հա, դրսևորումներին, որոնք օրենսդրությունը նախատեսում է։ Բայց որպեսզի նաև մեր հեռուստադիտողների համար ավելի պարզ լինի, նշենք նաև միևնույն ժամանակ, որ խոսքի ազատությունը ինքը բացարձակ իրավունք որպես այդպիսին չէ եւ այստեղ նույնպես հնարավոր են սահմանափակումներ, ուղղակի պիտի հիմքերը շատ հստակ լինեն։ Եթե ատելության խոսք է, հա, եթե իսկապես հրահրում է այդ բռնությունները եւ այստեղ էլ պիտի շատ ուշադիր լինենք, որովհետեւ դա չի կարող կամայական մեկնաբանության ենթարկվել եւ չի կարող նման մեկնաբանությամբ հանգեցնել անձանց իրավունքների սահմանափակման, հա, պիտի իրական, հիմնավորված եւ պատասխանատվությունն էլ որպես այդպեսին համաչափ պատասխանատվության հանգեցնի, եթե մենք գործ ունենք նման դեպքերի հետ։ Տիկին Հարությունյան, կարող ենք ասել, որ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի եւ միջազգային պրակտիկայում քաղաքական հետապնդումը ինչպես է որակվում։ Տեսեք, մենք ցավոք սրտի նախկինում 18 թվականից առաջ ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ նման իրավիճակների հանդիպել ենք եւ մենք բոլոր հիմքեր ունեինք
խոսելու քաղբանտարկյալների մասին։ Ցավոք սրտի ես այսօր պիտի արձանագրեմ, որ այսօրվա ստեղծված իրականությունը մեզ կրկին թույլ է տալիս խոսել եւ նման հետապնդման եւ արդեն քաղբանտարկյալների գոյության մասին, որովհետեւ այս համատեքստում Արթուր Օսիպյանի ներկայացված մեղադրանքը ոչ թե իսկապես ինչ-որ խախտման համար էր, այլ վախի մթնոլորտը տարածելու եւ պատժելու նպատակով, ինչու՞ չէ ոչ միայն իրեն, այլ բոլոր այն անձանց շրջանակներին, ովքեր կհամարձակվեն այսուհետ նման ձևաչափով բարձրացնել հարցադրումներ, քննադատություն իրականացնել, ցավոտ հարցեր տալ իշխանության ներկայացուցիչներին, սա ազդակ է, որ դուք արժանանալու եք նույն ճակատագրին, պատժվելու եք, ել չեմ խոսում որոշակի այլ հանգամանքների մասին, որոնք փաստացիորեն այսօր առաջ է եկել Արթուր Օսիպյանի պարագայում, խոսքը նրա մասին է, թե որտեղ է պահում, ինչ պայմաններում եւ ցավոք սրտի նաեւ այն հանգամանքը, որ հացադուլ է որոշել իրականացնել, բնականաբար սա ոչ ավելի հիմնարար իրավունքների ավելի լայն շրջանակի խախտման մասին է խոսում։ Տիկին Հարությունյան, այսօր եթե քաղաքացին հրապարակայնորեն քննադատի քաղաքական իշխանություններին կամ անձամբ վարչապետին, կարող է վստահ լինել, որ քրեական հետապնդման չի ենթարկվի։ Ձեր խոսքում մասամբ անդրադարձակ այդ հարցին։ Մենք եթե նայենք, եկեք նայենք վերջին 1 տարվա ընթացքում ինչպիսի դեպքեր ենք ունեցել քննադատության, հա, նույնիսկ սոցիալական հարթակներում կատարվող գրառումների մասին, որոնք այո, որոշ դեպքերում կարող են լինել շատ սուր, ոչ դուրեկան եւ հաճելի, բայց պրակտիկան զարգացավ այնպես, որ բոլոր այդ դեպքերում շատ արագ, ընդ որում պիտի նշենք, շատ արագ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են գործողություններ եւ հարուցվում են վարույթներ, որոնց նպատակը ավելի շատ լրացնելն է։ Սա ոչ միայն որպես սուբյեկտիվ կարծիք կարող ենք ընկալել, այլ նաեւ զուտ նայելով որոշակի ստատիստիկայի եւ զարգացումների շրջանակը նաեւ լայնացնելով, հա։ Օրինակ մենք բոլորս տեսել ենք վերջին շրջանում բռնության կոչերի հիմքով նաեւ հարուցված վարույթներ, որտեղ էլի հարց է առաջանում, ինչքանով է այդ բռնության կոչը իրական եւ արդյոք բավարար հիմքեր կան, որպեսզի այդ հոդվածի ներքո վարույթը հարուցվի։ Եվ ինչ է նաեւ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց տալիս, որ այդ հոդվածների ներքո հարուցված բոլոր դեպքերում, չգիտես ինչու, բոլոր գործերով շատ ավելի արագ է վարույթը իրականացվում, հա։ Մենք ունեցել ենք դեպք նաեւ նախորդ տարի, անկախ բոլոր տեսակի հայացքներից եւ մոտեցումներից, եթե իրավական տեսանկյունից ենք նայում, նմանատիպ խնդրահարույց հարցերի տեղիք տալիս է նաև Միքայել Աջապահյանի վարույթով իրականացված, հա, պրոցեսները, այն հափշտապությունը, որի շրջանակներում գործը քննվել է, այն հակասությունը, որ կար ի սկզբանե գործը հարուցելիս, որովհետև դրան նախորդած ժամանակահատվածում հնչեցված խոսքը որևէ կերպ չէր որակվել, որպես ոչ թույլատրելի եւ քրեական պատասխանատվության հանգեցնող, բայց չգիտես ինչու որոշակի իրադարձություններից հետո նույն այդ դրսևորումը կարծես այլ որակում ստացավ, հա։ Մենք տեսել ենք նախորդ տարի Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված արտահայտությունը, որը որակվեց կրկին, հա, իշխանության զավթել որպես եւ անկախ ելի եմ ուզում նշեմ, ելնելով զուտ իրավական կարգավորումներից, օրենսդրական կարգավորումներից, այստեղ ելի այդ վիճահարույց հարցադրումները այո, մեր ձևով միջամտելու մասին է եւ ելի պիտի այս բոլոր դեպքերը մենք դիտարկենք խոսքի ազատության եւ քրեական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի կիրառման նպատակահարմարության տեսանկյունից։ Արդյոք դրանք անհրաժեշտ են եղել, թե կիրառվել են ըստ քաղաքական նպատակահարմարության, որովհետեւ եթե մենք ելնում ենք բացառապես օրենսդրության բառացի տառացի ամրագրման մեկնաբանություններից եւ իրավունքների պաշտպանության, հա, տեսությունից, ապա այստեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ բոլոր իմ մատնանշած դեպքերում կա այդ քաղաքական նպատակահարմարության տարը եւ որպես նաեւ ենթատեքստ լրացնելու եւ վախեցնելու նպատակ, որ հանրության ավելի լայն շրջանակներ կարող են նմանատիպ ճակատագրի արժանանալ, եթե համարձակվեն խոսել, եթե համարձակվեն ցավոտ հարցեր բարձրաձայնել եւ քննադատության առարկա դարձնել որոշակի process-ներ, գործողություններ կամ հա, չգիտեմ, ցանկացած այլ երևույթ, որը կիրականացվի իշխանության կողմից։ Արթուր Օսիպյանի եւ ձեր նշած անձանց նկատմամբ հարուցած հետապնդումները, որոնք վիճելի են, հա, եզակի են, թե նմանատիպ դրսևորումները վերջի տարիներին ավելի հաճախ են նկատվել։ Իրենց տեսակով ես կարծում եմ հատկապես Արթուր Օսիպյանի դեպքը առավել քան ակնհայտ է, որ անհիմն է։
իրեն ներկայացված քրեական հետապնդումը եւ կալանքը ամբողջությամբ անհիմն է, սա կարող ենք վստահաբար ասել, լելնելով հրապարակային հասանելի այն տվյալներից, որոնք որ կան, սակայն մենք եթե հայացք ենք նետում, վերջին շրջանում ցավոք սրտի էլի են եղել դեպքեր, երբ որ չնայած այո, միգուցե օբյեկտիվորեն որոշակի հիմքեր եղել են, բայց պատասխանատվության ընտրված միջոցը եւ կիրառված գործիքակազմերը ոչ համաչափ են եղել։ Օրինակ Կոչուբաևի դեպքով իրավապահ մարմինների գործադրած միջոցները եւ այն գրառումը, որը կատարվել էր, միանշանակ դա կարող է լինել տհաճ, ոչ ցանկալի, բայց արդյոք դա այն որակումը, քրեական որակումը, որը որ ներկայացվեց, արդյոք համապատասխանում էր այդ գրառումը դրան, թե ոչ։ Եվ ավելի վատ, ելնելով նաև փաստաբանի, որպես հանրության մեջ, զբաղեցրած այդ դերը, հեղինակությունը, փողոցում նման ձևաչափով բռնել եւ բերման ենթարկելը, արդյոք դա անհրաժեշտ էր։ Նման դրսևորումներն են, որ գործին այդ եզակի լինելու որոշակի տարեր տալիս են, որովհետեւ նույնիսկ եթե գրառումը, այո, միգուցե այլ որակման համատեքստում, այլ խախտում որպես, բոլոր հիմքերը կան, բայց այն ինչ կատարեցին իրավապահ մարմինները, գործը դարձրեց ել ավելի խոցելի մանի տեսանկյունից, անձի տեսանկյունից եւ թույլ տվեց խոսել հիմնարար իրավունքների խախտման մասին։ Մենք ունեցել ենք հոգեվորականների, հետ կապված որոշակի դեպքեր, ելի անօրինական կալանավորումներ 25 թվականի ընթացքում, որի շրջանակներում ցավոք սրտի պիտի արձանագրենք, որ ելի քրեական օրենսդրությունը եւ քրեաիրավական գործիքակազմերը ոչ բոլոր դեպքերում են, որ կիրառվում են օրենքով սահմանված կարգով, այլ կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Այսինքն ընտրողաբար։ Ընտրողաբար, որովհետև եթե նույնիսկ մենք նայենք պատասխանատվության միջոցին, որը որ կիրառվում է եւ process-ի հապճեպությունը, համեմատենք այլ համանման իրավիճակների հետ, այստեղ որոշակի խնդիրներ առաջանում են։ Օրինակ, եկեք շատ թարմ դեպք էլ վերցնենք, որպես նախորդ այս տարվա զարգացումների հանգուցալուծում, այն ելնելով նաեւ այն բանից, արդեն հաստատված հանգամանքից, որ քանի որ իրավապահ մարմինների գործողությունները չեն առաջացել որոշակի պատժելիության, ընդհակառակը գործել են ամբողջությամբ անպատժելիության շրջանակներում, ինչու՞ չէ նաև առանձին դեպքերում վերևից եկող այդ հովանավորության ներքո, չէր կարող չհանգեցնել ել ավելի լուրջ խախտումների եւ անպատժելիության, Սա ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում եւ իրավունքում գործող ոսկե կանոն է, անպատժելիությունը ծնում է նոր խախտումներ ել ավելի լուրջ։ Մենք նախորդ օրերին ականատես եղանք բռնության դեպքերի քարոզարշավի ընթացքում։ Չէ՞։ Ես ուզում եմ այս համեմատականը նույնպես նայել։ Այլ համանման իրավիճակներում, երբ որ մենք քարոզարշավի ընթացքում ականատես ենք լինում խախտումների, դեռևս չհաստատված հանգամանքներով հանրային բավականաչափ արագ եւ լայն տարածման արդյունքում խախտելով նաեւ անմեղության կանխավարկածը մենք ականատես ենք լինում անձանց ձերբակալման կալանավորման։ 2 օր առաջ, նախորդ օրը եւ 3 մենք տեսել ենք քարոզարշավի ընթացքում երիտասարդների նկատմամբ բռնության դեպքեր եւ չուրծեց կրթուկ ու էական է չէ թե ում նկատմամբ ով է իրականացնում։ Վերանանք դերակատարներից, սակայն այս պարագայում դա կարևոր է լինելու, որովհետև ստացվում է բոլոր այն դեպքերում, երբ որ իշխանության շրջանակների կողմից է դա իրականացվում, հանրային այդ հնչեղությունը եւ նույն արագության պատասխանատվությունը ցավոք սրտի մենք չենք տեսնում։ Միևնույն ժամանակ էլի ես պիտի նշեմ, որ այո, եւ կաշառք տալը, եւ փող բաժանելը, եւ խոչընդոտելը, եւ մնացած բոլոր դրսևորումները օրենքով արգելված են, դատապարտելի են եւ չի կարելի։ Բայց արդյոք պետությունը որպես քաղաքականություն եւ իշխող ուժը որդեգրել է այն մոտեցումը, որ բոլոր դրսևորումներին համանման եւ հավասար մոտեցում է ցուցաբերում։ Ցավոք սրտի տեսնում ենք, որ այդ իրականությունը չկա։ Որպեսզի մեր դիտողներին պարզ լինի, բռնության ենթարկվել էին ընդդիմության ներկայացուցիչները։ Այո, ընդդիմության ներկայացուցիչները։ Ես ուղղակի որպեսզի իրավունքի եւ օրենքի կոնտեքստից ընդհանուր խոսենք, չուզեցի ավելի մանրամասնել, բայց իրականության մեջ այո, եւ դրանք բոլորը հասանելի հանրային տվյալներ են, ընդդիմության ներկայացուցիչներն էին բռնության ենթարկվել, այո։
Տիկին Հարությունյան, Արթուր Օսիպյանի գրառումը բմբուլները քամու տալու մասին որակվեց որպես բռնության կոչ։ Միևնույն ժամանակ քաղաքական իշխանությունները տարբեր ձևաչափերով եւ իրավորական եւ նույնիսկ տեղ-տեղ գրեհկության աստիճանի արտահայտություններ են թույլ տալիս, այդ թվում նաեւ ինչու՞ չէ նաեւ ատելության խոսք են տարածում, բայց դրան չի հետևում որևէ իրավական գործընթաց։ Ինչն է պատճառը։ Եկեք մինչև այդ որակման անդրադառնալը մի կարևոր հանգամանքի եւս անդրադառնանք։ Այն բոլոր նյութերը, որոնք տարածվում են ապացույցները, այս փուլում դեռևս չի կարող վստահաբար հաստատվել, որ իսկապես դրանք գոյություն ունեն եւ ոչ միայն այս դեպքով։ Մենք ցավոք սրտի էլի պիտի ասեմ, վերջին շրջանում ականատես ենք լինում տարաբնույթ քրեական գործերով նախաքննության փուլում հրապարակվող նյութեր, որոնք որոշ դեպքերում նույնիսկ չի էլ կարելի քրեադատավարական օրենսդրությամբ արգելված, այո, հաստատված չեն, բայց արդեն հարության մոտ ձևավորում է որոշակի պատկեր։ Սա ամբողջությամբ հակասում է նաև անմեղության կանխավարկածին, սակայն քանի որ իշխանության կողմից է այդ ուժգնությամբ իրականացվում, հանրային որոշակի արդեն պատկեր է ստեղծվում, որ սա հաստատված է։ Մինչև դատախազի կողմից մեղադրանք ներկայացնելը եւ դատավորի կողմից որոշում կայացնելը որոշակի արդեն իրավիճակ է ստեղծվում, որ կոնկրետ այս դեպքում օրինակ կաշառքը տվեց, հաստատված է։ Արթուր Օսիպյանը գրառումը կատարել է, իրական վտանգը կար, հաստատված է։ Սրանք ամբողջությամբ էլի քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային երաշխիքներին դեմ գնացող process-ներ եւ այստեղ կա լուրջ խնդիր եւ ոչ առաջին անգամ ենք նման դրսեւորումների ականատես լինում, որտեղ անմեղության կանխավարկածը խախտվում է։ Սա այս մասով, որ պարտադիր պետք է արձանագրել։ Հաջորդ կարևոր հանգամանքը մինչեւ որակման անդրադառնալը, որ կուզեմ քննարկենք, դա այն է, թե իսկապես արդյոք այդ նյութերը հեռախոսից ստացվել են թե ոչ, որովհետև ինձ թվում է կհամաձայնեք, մենք ոչ մեկս վստահ մինչև վերջ չեն կարող ասել հեռախոսը իր մոտ շարունակել է գտնվել եւ edge-ը պահպանվել է թե ոչ, ինքն է ջնջել թե ոչ, ում ձեռքում է հայտնվել հեռախոսը եւ ով է կառավարել edge-ը։ Սրանք հարցեր են, որ պիտի պատասխան ստանան, ինչից հետո այդ հեռախոսից հանված նյութերի հիման վրա մենք կարողանանք ասել իսկապես հիմքերը կային այս հոդվածով process շարունակելու համար, թե չէ։ Սակայն նույնիսկ եթե ենթադրենք, որ իսկապես այդ գրառումը եղել է, այդ մասով չենք վիճում, այստեղ հարց է առաջանում, ինչքանով էր այդ սպառնալիքը իրական, որովհետև որպեսզի կարողանանք մենք այդ որակումը տալ եւ անձին պատասխանատվության ենթարկել, տանել, դատել, փակել բանտում, մենք պիտի կարողանանք այդ խոսքի հնչեցված խոսքի եւ քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված այդ էլեմենտների ու պատասխանատվության շատ զգույշ եւ համաչափ համեմատական այդ որակումները իրականացնել, որովհետև եթե իրական չի սպառնալիքը, ինքը абստրակտ որոշակի վերացական գրառում է, որում կարող են լինել այո, ոչ հաճելի, հուզական որոշակի էլեմենտներ, դա դեռևս չի նշանակում, որ իսկապես այդ բռնության կոչն է, անձին վնաս պատճառելը, որովհետև եկեք օբյեկտիվորեն դիտարկենք, հա, Արթուր Օսիպյանը եւ վարչապետը գրառումը հաշվի առնելով նաեւ թե ով է կատարել, հա, այդ գրառումը, ինչ հանգամանքներում եւ նման դեպքում մենք պիտի բոլոր փաստական հանգամանքները ուշադրություն դարձնենք, նաև թե ինչով պայմանավորված նման հուզական գրառում անձը կարող է կատարել, հա։ Ես էլի սա հիպոթետիկ եմ ասում, որովհետև ինձ համար էստեղ եւ ինձ թվում է մասնագետների համար կարևոր պիտի լինի նախ հասկանալ ինչքանով է այդ գրառումը իրական, հա, որ պահից սկսված է հեռախոսը հայտնվել իրավապահների ձեռքին, ով ունի հասանելիություն կամ ուներ հասանելիություն այդ edge-ին եւ ինչքանով է նաեւ այդ edge-ում եղած գրությունները, գրառումները իրականությանը համապատասխանում։ Այստեղ կա հարցադրումների մի ամբողջական շղթա, որի պատասխանները իրավապահ մարմինները պիտի տան եւ ինչ որ մի փուլում սա պիտի լինի նաեւ գաղտնի։ Մինչև հաստատվելը չեն կարող մենք հանրային որոշակի պատառներ գցել, տրամադրություններ ձևավորել, դակել որոշակի մեղադրանքներ եւ հետո post factum գնալ ուղղելու քաղաքականություն, որովհետեւ այդ դեպքում արդեն անձի իրավունքները խախտված է մեծ հաշվով, շատ բան հետ բերել չենք էլ կարող։ Իսկ իշխանությունների նկատմամբ հետապնդումների բացակայությունը նույն ատելության խոսքի, բռնության կոչերի։ Ցավոք սրտի, տեսեք, մենք գոնե քարոզարշավի սկզբից
կողմից ես չեմ էլ ուզում ավելի հետ գնալ, որովհետև շատ են դրսևորումները, բայց պրակտիկան այնպիսին է, որ ինչքան էլ մենք փորձենք նույնիսկ տեղ չտալ, այսպես ասած, թույլ չտալ, որ այդ ալիքը շարունակվի, սակայն ամենաբարձր մակարդակով է ատելության խոսքի տարածումը տեղի ունենում եւ ոչ մինչեւ ատելության խոսքին հասնելը բազմաթիվ դրվագներով մենք տեսել ենք պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների կողմից այնպիսի խոսքի կիրառում, այնպիսի եզրույթների կիրառում, որոնք հանրային պաշտոնատար անձին ոչ հարիր են եւ իրենց զբաղեցրած պաշտոնին, էթիկայի նորմերին ամբողջությամբ հակասում են։ Մենք չենք տեսել որևէ դրվագով պատշաճ արձագանք եւ պատասխանատվություն, չեմ խոսում ես նույնիսկ քրեական որոշակի process-ների մասին, որովհետեւ այնպես չի, որ այդ սպառնալիքները կամ այդ կոշ եզրույթը չի իրականացվել իշխանության ներկայացուցիչների կողմից, հա։ Եթե մենք սա ավելի այսպես մասնագիտական տիրույթում քննարկեինք եւ ելնեինք այն կանխավարկածից, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունի իրավական պետությունը եւ բոլոր նորմերը պաշտպանված են, ապա միգուցե հնարավոր լիներ որոշակի այսպես արդարացումներ գտնել, որ քաղաքական խոսքը որպես այդպեսին եւ քաղաքական գործիչների նկատմամբ քննադատությունը շատ ավելի լայն է։ Եվ այստեղ թույլատրելի ավելի մեծ տարածք կա եւ քննադատության, հա, պիտակավորումների, որովհետեւ քարոզարշավի ընթացքում էլ գող փիսո, էլ կաշառակեր չգիտեմ ինչ, սա իրենց այդ քարոզի մասն է հանդիսանում եւ կան օրինակ քաղիրավական process-ներ, եթե անձին կուզում են զրպարտության իրենց բարի համբավ արատավորելու համար որոշակի process-ներ կարող են նախաձեռնել։ Քրեական օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի մասին խոսելը, սա լրիվ այլ հարց է, որը Հայաստանում չարաշահվում է, դարձել է պրակտիկա եւ դարձել է իշխանության ձեռքում գործիք, բայց մենք չենք տեսնում համանման գոնե մոտեցում կամ ինչ որ միջափով մյուս կողմի նկատմամբ իրականացվող այդ process-ներին իշխանության նկատմամբ, հա, իրականացնելու որոշակի դրսևորումներ, որոնք գոնե կզսպեին կամ ինչ որ միջափ կմեղմեին այդ բալանսը կվերականգնվեր։ Տիկին Հարությունյան, 2018 թվականի իշխանափոխությունից հետո այսօրվա իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ամբողջությամբ ոստիկանությունը, դատարանները, դատախազությունը, քննչական մարմինները պետք է անկախանան քաղաքական իշխանություններից։ Ձեր կարծիքով այս տարիների ընթացքում այդ խոստումը կատարվել է։ Հարգելի Գրիշա, մենք այս տարիների ընթացքում ականատես ենք եղել այն ոչ բոլոր, ներողություն եմ խնդրում, կարևորագույն դերակատարների, ովքեր տարբեր ժամանակաշրջաններում ունենալով շատ կարևոր պաշտոններ, հաստիքներ քննչական դատախազական մարմիններում, ովքեր ենթադրվում է, որ պիտի 18 թվականի փոփոխություններից հետո ենթարկվեին պատասխանատվության, համակարգից հեռացվեին, որը նաև ազդակ կլիներ, որ այդ բարքերը եւ մշակույթ համակարգում վերացել։ Ցավոք սրտի մենք դրան ականատես չենք եղել։ Ավելի վատ, մենք լինելով կազմակերպություն, ով տասնամյակից ավել տասնամյակներ արդեն ներգրաված է իրավունքների պաշտպանության հարցերին տարբեր ժամանակաշրջաններում ակցիաների, միտինգների ժամանակ, առնչվել ենք տարբեր քրեական գործերի եւ այդ քրեական գործերը դակող սուբյեկտների հետ, ում ցավոք սրտի, ես պիտի նշեմ, որ 26 թվականին հեղափոխությունից 8 տարի հետո ոչ միայն չենք տեսնում որպես պատասխանատվության ենթարկվածներ, այլ տեսնում ենք իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջ խաղացում ստացած դերակատարներ, ովքեր նույն գործունեությունը շարունակում են այսօր այս իշխանության օրոք։ Սա մեզ արդեն բավարար հիմք է տալիս ասելու, թույլ է տալիս ասելու, որ ոչ միայն այդ փոփոխությունները տեղի չունեցել, իրավապահ համակարգ, ոստիկանություն չի փոխվել, այդ անկախությունը չի ձևավորվել, այլ ավելին այդ արատավոր պրակտիկան շարունակվում է, ուղղակի տեղի է ունեցել փոփոխություն մի ռեժիմից ծառայելը փոխվել է մեկ այլ ռեժիմին ծառայելով։ Եվ սա վերաբերվում է ինչպես ոստիկանությանը, այնպես էլ քննչական մարմիններին ու դատախազությանը։ Գիտեք, մեզ մոտ խոսույթը շատ գնում է հիմնականում դատարանների մասով, երբ խոսում ենք դատաիրավական մարմինների մասին, բայց շատ հաճախ մարդիկ մոռանում են, որ մինչև ինչ-որ գործ հասնում է դատարանին, դա սկսվում է օրինակ ոստիկանությունից, քննչական մարմիններից եւ վերջում այս ֆայլը ինչպես է ներկայացվում դատավորին, որպեսզի որոշումը կայացվի, շատ կարևոր է թե մինչ այդ ինչ է իրականացվել, հա, ինչպես է այդ գործը վարվել։ Դատավորներին հասնելը դատական համակարգը վերջին փուլն է, որտեղ նույնիսկ եթե դատավորը լինի այն բարեվարք դատավորով իսկապես ուզում է օրենքը կիրառել,
հնարավոր այնպիսի գործ հասցնեն իրենց, որ ուղղակի անհնար լինի, հա։ Սա չի նշանակում, որ դատական համակարգում բնականաբար ամեն ինչ լավ է, այնտեղ էլ ունենք մենք խնդիրներ, որովհետև խոստացված բարեփոխումները, որոնք որ պիտի կատարվեին, ցավոք սրտի չկատարվեցին, ընդհակառակը առանձին դրվագներով մենք տեսել ենք, որ նաև դատավորների նկատմամբ ընտրովի արդարադատություն իրականացվել եւ բոլոր այն դատավորները, ովքեր ինչ որ մի պահի նույնիսկ իրենց դժգոհությունն էին հայտնում որոշակի process-ների, կարգապահական process-ներով դուրս եկան համակարգից, նոր կադրերով լցվեց համակարգը, ինչ որ կոսմետիկ փոփոխություններ տարբեր ժամանակահատվածներում իրականացվեցին, որը մեծ հաշվով չտարավ այն վիճակին, այն կետին, որտեղ մենք այսօր կկարողանայինք ասել, որ այո, ինչ որ փոփոխություններ տեղի են ունեցել, որոնք հողի վրա շոշափելի արդյունքի են բերում, ոչ։ Շատ բավականին տարբեր խնդիրների մասին խոսեցինք, եթե ամփոփենք մեր զրույցը, Տիկին Հարությունյան, գոնե լույսի նշույլ նկատվում է, թե չէ, որովհետև անընդհատ խոսեցինք բացականի մասին, մարդկանց մոտ կարող է հիասթափությունը էլ ավելի մեծանալ։ Դա անխուսափելի է, բայց միևնույն ժամանակ հիասթափությունը անխուսափելի է միշտ, որովհետև կա ակնկալիք եւ այդ ակնկալիքը կար 18 թվականին, այդ ակնկալիքով պայմանավորված էր փոփոխությունները, բայց հույսի նշույլ միշտ պետք է ունենալ եւ պիտի շարժվենք այդ դրական նոտայով, դրա համար ենք աշխատում, դրա համար են այս բոլոր process-ների նկատմամբ նաեւ քաղաքասարակության մեր այդ watchdog-ինգը, հանրային ճնշումը անընդհատ փորձել բերել թափանցիկության, հաշվետվականության դաշտ։ Չեմ կարող ասել, որ շատ լավ վերջին տարիներին դա ստացվում է, բայց առանձին դրվագներով կան հաջողություններ եւ ես իսկապես հույս ունեմ, որ փոփոխությունների կամ բարեփոխումների, այսպես ասված, էջը ամբողջությամբ փակված չէ, կախված է մեզանից բոլորից, այնպես որ պետք չի հույսը կորցնել, այլ պետք է երևի ավելի շատ աշխատել եւ միգուցե նաեւ աշխատելու այլ գործիքակազմեր որդեգրել, որը իշխանություններին ու կապ չունի, հա, ում մասին ենք մենք խոսում, անընդհատ այդ զգոնության եւ սթափության դաշտում կպահի եւ կփորձենք ավելի մոտեցնել օրենքին։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար, իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք Հետքի YouTube-յան ալիքին։